Խցանումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը ստեղծել է հատուկ հիմնարկ երթևեկության կառավարման կենտրոնը Երևանի, որին տրվել է համապատասխան մասնագիտական, այսպես ասած, կազմ եւ ինքը հենց նպատակաուղղված է եղել թվային լուծումների ներդրման եւ վերլուծության համար եւ շատ ուրախ եմ, որ այս հիմնարկը արդեն իսկ սկսել է կոնկրետ արդյունքներ տալ եւ Երևան քաղաքում այս պայդրությամբ իրականացնում է մրցութային փուլում է գտնվում, իրականացնում է պիլոտային ծրագիր, որով որ չափումներ է իրականացնելու Երևան քաղաքի մուտքերում ավտոմեքենաների հոսքի եւ այս բոլոր հաշվարկների հիման վրա մեզ այս տարվա ընթացքում տալու է փոփոխությունների ծրագիր, թե ինչ պետք է տեղի ունենա։ Նախ եկեք հասկանանք ինչու է առհասարակ Երևան քաղաքում խցանումներ։ Առաջին եւ հիմնական պատճառը տնտեսական աճն է եւ այս տնտեսական աճը բերել է մարդատար ավտոմեքենաների քանակի, ահռելի ավտոմեքենաների քանակի աճի։ Եվ իրականում մենք որքան էլ Երևան քաղաքում ավելացնենք հանրային տրանսպորտը, որը մենք տարիների ընթացքում անընդհատ իրականացրել ենք, հանրային տրանսպորտը իր ժամանակացույցով չի կարողանալու աշխատել, եթե մենք չունենք սահմանափակում մարդատար ավտոմեքենաների համար։ Մարդատար ավտոմեքենաների համար վստահորեն պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ եւ դրանք փոխարինվեն հանրային տրանսպորտի առանձնացված ուղեգծերով, ամբողջական ուղեգծերով եւ Երևան քաղաքում, ինչպես նաեւ եվրոպական բոլոր քաղաքներում իրականացվելու է այս ծրագիրը, բայց արդեն թվերի հիման վրա։ Այսինքն մենք այս պիլոտի արդյունքում ունենալու ենք հստակ թվեր, թե քանի ավտո է մուտք գործում այս պայդրությամբ Երևան քաղաք, ինչ չափի կայանման տեղեր պետք է ստեղծվեն քաղաքի մուտքերի մոտ, քաղաքի որ հատվածներում ինչ կայանման տեղեր պետք է ստեղծվեն եւ ինչ տեսակի սահմանափակումներ են մտնելու մարդատար ավտոմեքենաների համար եւ առանձնացված գծերը ավտոբուսային եւ տրոլեյբուսային, որ հատվածներով են անցնելու։ Սա է լինելու այն փաստահեն արդյունքը, որ մենք ունենալու ենք ԵԵԿԿ-ի աշխատանքի արդյունքում, Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի աշխատանքի արդյունքում եւ մենք հուսով ենք, որ նախնական պատկերը ունենալու ենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իրականացնելու ենք 2027 թվականին։